Թրամփի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ստիվեն Միլլերը հայտարարել է, որ որոշված է 2025 թվականին 1 միլիոն մարդ 1 միլիոն ապօրինի գաղթական երկրից արտաքսել, դիպորտ անել։ Ամենահետաքրքիրը այն է, որ երբ որ նոր սկսվեց այս Թրամփի այս պրեզիդենտության շրջանը, այդ թիվը 1200 հոգի էր օրական։ Հետո ICE, Immigration and Customs Enforcement-ը, որ այդ հարցերով է զբաղվում, հայտարարեց, որ առաջին 100 օրվա ընթացքում ինքը միջինում կարողացել է 660 մարդ ձերբակալի, չենք խոսում արտահանելու, արտաքսելու մասին, դրանք տարբեր բաներ են։ Բայց ամբիցիան տեղը մնում է, աճել է, ոչ թե 1200, որը սկզբում էր դրված եւ չէին կարողանում նույնիսկ այդ անել։ Հիմա ասել են 3000 պետք է կարողանանք արտաքսել, որպեսզի 1 միլիոն հոգի տարվա ընթացքում դուրս գա։ Խնդիրը այն է, որ այս հայտարարությունը արվել է ոչ թե տարվա սկզբում, այլ արդեն ամիսներ անց եւ նշանակում է շատ ավելի մարդ պիտի բռնես, որպեսզի այդ թվերը կարողանաս մինչև տարվա վերջ հասնես 1 միլիոնի։ Ասում են նախորժակը լավ է, բայց իրականացումը շատ այդքան էլ հեշտ չի, քանի որ բավականաչափ ձերբակալողներ չունեն, պարզ ասենք այսպես, հա, ուրեմն ICE ER-on Enforcement and Removal Operations այդ մասը, որը այդ հարցերով է զբաղվում, հենց deportation-ներով, այդքան Immigration Enforcement Agent չունի, համար չի կարող հասցնի այդ թվերը, այդ agency աշխատակազմի չափերը չէին ստեղծված այս մեծ թվերի համար, այսպես ասեմ։ Ուրեմն ամբողջ ներգրավել են նաև ICE special agent-ներին, որոնք քրեական հետաքննություններով էին զբաղված տարբեր տեսակի, փողլվալուց մինչև, չգիտեմ, զենքի արտահանում եւ այլ։ Եվ սրանց բոլորին գցել են այս գործի վրա, այդ էլ չի հերիքում, ներգրավել են FBI special agent-ներին, խոստանալով հավելյալ ուրեմն վճարում եւ քննադատություն կա, որ FBI-ը թող զբաղվի լրտեսներ բռնելով, հակահետախուզությամբ եւ մաֆիոզների դեմ պայքարելով եւ այլն, ոչ թե բան, բայց կապ չունի, ասում են եկեք էս արեք։ Հիմա սա է մեր priority-ն, հա։ Եվ այդ էլ բավական չի, ATF կազմակերպությունը կա, այդ Alcohol, Tobacco and Firearms and այդ որ արտարության նախարարության մեջ է մտնում, նրանց agent-ներին են, special agent-ներին են ներգրավել, մի խոսքով մարդ պետք ունեն, այդ էլ բավարար չի federal ուրեմն կառավարության մեջ, անցել են տեղական ոստիկանություններին են խնդրում, որ իրենց օգնեն, որոնք մասնակցում են իրենց ունեցած database-երով ամեն ինչով, դրանք էլ ասում են գետնին մոտիկ են ավելի շատ, իրենց սիստեմներն են գործածում, այդ մեքենաների վրա դրած կամերաներով, որ ոստիկանները անցնում են փողոցով եւ բոլոր license plate-երը, ինչեր ասում, ավտոների համարները ստուգում են, թե որ ավտոն է ինչ խախտումներ է կատարել կամ նրա վրա չվճարված տուգանքներ կան կամ վարորդի վրա ձերբակալության հրաման կա եւ այլն։ Այս բոլոր սիստեմներն են գործածում, ամենտեղ չի իհարկե, բայց շատ տեղերում եւ ուրիշ խոսքով փորձում են թվեր ապահովել։ Թիվ, որովհետև սպիտակ տունը ասում է ինձ տվեք այսքան ձերբակալված մարդ, այսքան արտահանված մարդ, արտաքսված մարդ եւ այլ եւ ամբողջ ուժերով ընկել են այս գործի վրա, որպեսզի այդ թվերը ապահովեն։ Նա կլինի թե չէ, ես խիստ կասկածում եմ, ճիշտ ասեմ, որովհետև նույնիսկ երբ որ չես էլ իրենց իրավունքները պահպանելու համար բոլոր պրոցեդուրաներով անցնում, հա, there's a procedures for everything, բայց այդ բոլորն էլ եթե նույնիսկ չանես, այդ թվերը ապահովելը խայտարակ դժվար բան է, դրա համար ընկել են, չգիտեմ, դատարանների առաջ մարդկանց հավաքում, ամբողջ երեխա, մեծ, փուչուր, չկապ չունի, ստեղ ծնված, ստեղ չծնված, ծնողներին վերցնում են, Ամերիկայում ծնված երեխաներն են հետ, ասում են ծնողին հանում են, դու ստեղ չես ծնվել, դու ապօրինի ես։ Ուզում ես երեխատ մնաս ստեղ մենակ, մենք կտանենք ինչ-որ մի foster parenting կանեն, չգիտեմ ինչ, թե ուզում ես
քեզ հետ միասին ուղարկենք։ Դա ցնոնք պես երեխաս չեն թողնելու, հետ եմ գնում։ Հետո քննադատություն է գալիս, որ դու Ամերիկայում ծնված քաղաքացի երեխա ես դու արտաքսել, ասում ես ես ինձ զորով չեմ արտաքսել, իր ծնողը ասեց ես ուզում եմ հետս տանեմ։ Ես ծնողին էի արտաքսում, հա։ Այդ խոսքով այլանդակություն է այդ իմաստով, այդ շատ բաներ են կատարվում, բայց շատ Ստիվեն Միլլերին որ լսեք, շատ sense ոչ մի քննադատություն չի ընդունում ոչ մի լրագրողից, հակահարցակումներ է սկսում եւ այլն եւ ասում է որ սա պետք է անենք անպայման։ Գործը հասավ դիվան բաշուն այն իմաստով, որ ադմինիստրացիան որոշեց, որ immigrantները, որոնք ունեին protective status, ամենահայտնի դեպքը իհարկե դա կուբացիներն են, որոնք տասնամյակներով արդեն միշտ որ գալիս են Ամերիկա, իրենց չէր կարող գտնել, նրանք Կուբան համարվում էր կոմունիստական հայտարարակ դիկտատուրա, այնտեղից եթե մեկը եկել էր, դա կուբացի ամերիկացիների լոբին էլ շատ մեծ էր, Քենեդիի ժամանակվանից սկսած, ասենց ասենք, այս խոսում ենք արդեն քանի տարի, իրանց չէր կարելի գտնել։ Նույնիսկ ինչ նավակով, չգիտեմ ինչով փչովի ինչ որ անիվի վրա ոնց ուզում ես արի Կուբայից հասի Ամերիկա, դու արդեն ազատ ես այդ իմաստով։ Նույնիսկ sense բանկար, որ եթե քեզ ծովում բռնեին, դեռ կարող էին քեզ որպես ապօրինի իմիգրանտ բանտարկել ինչ որ բանման, ի վերջո բաց են թողնում, բայց ասենք թե, հա, կամ փորձեն ինչ որ deportation անել, եթե հանկարծ պարզի, որ քրեական ինչ որ բան ունես, անցյալ ունես, բայց եթե ձերքդ կպավ ցամաքին, ոտքդ կպավ, ասենց ասած, կանգնեցիր ամերիկյան հողի վրա, դու արդեն անձեռնմխելի ես։ Այսպիսի բան կար, ասում է wet foot, dry foot, ասում է եթե ծովում բռնեցիր, ոտքը թաց է, այսինքն դու դեռ ծովի վրա է, դու օքեյ է, եթե ոտքը դրեց ավազին բրծավ։ Նույնիսկ վիդեոներ կան, ոնց մարդիկ այդ գալիս են ափ են դուրս գալի խմբով, ասենք թե, ոստիկանները ուզում են բռնեն իրանց, չի ուզում ջուրը մտնի իր համազգեստով ոստիկանը, ափով հետ առաջ է վազում, որ բռնին, այլ հետ առաջ են վազում ու քծվում է ու բարից բույնի մաստով, ասենց ձերքը ավազին է կպցնում ու վերջացավ ինքը արդեն հասավ չորավազին կպավ, հա, չոր գետնին կպավ։ Կուբացիները ամենավառօրինակն են իհարկե։ Կամ բայց այդ ստատուս protective ստատուս ունեցող այդպիսի կան Էլ Սալվադորից, ուրեմն Հայիթի, հա, ոնց են այնտեղից եւ Նիկարագուայից էլ մարդիկ կային, խոսքով ադմինիստրացիան որոշեց այս բոլոր ծրագրերից իրենց զրկի, իրենց protected status-ից։ Իհարկե դատարան գնացին, այդ գործը հասավ Գերագույն դատարան, ասաց ոչ մի չեն կարող անել, ուզում են հանեն, ստատուս չտան, կարող են չտան։ Իրենք որոշեցին տալ, հիմա ասում են չենք տալիս։ Օրենքը ասում էր որ պիտի իրենց բռնես, իրենք ապօրինի են այստեղ, բայց մարդասիրական նպատակներով օրենքը կասեցրել էին այդ խմբի նկատմամբ։ Հիմա հայցիների նկատմամբ, որտեղ այնտեղ ինչ էր եղել, երկաշարժ էր, ինչ էր եւ այլ խայտարակ վիճակ էր, մահեր կային, հիվանդություններ կային, սով կար, մարդկանց ինչ հետ ուղարկես, այդ գաղափարներ։ Իրենց ժամանակավորապես, հա, դու ստեղ ապօրինի ես, բայց քեզ չենք ուղարկելու այնտեղ մեռնելու, նստի միջև այնտեղ մի քիչ լավանավիճակ, ասենք, թե Բայդենի ժամանակ այսպեսի մի քանի ծրագրեր կային, միայն Բայդենի ժամանակ չէ, իրեւ ասեմ, որ տարբեր պրեզիդենտների ուրեմն պրեզիդենտության ժամանակ են այս բանը կիրառվել է, նույնիսկ բերել են խմբով ամբողջ Ամերիկա, հա, որտեղ իրենց երկրում ինչ որ մի բնական աղետ է եղել կամ ինչ որ բան է եղել, այդպես բան, այդ գոյությունն է այդ բանը։ Խոսքով Թրամփը ասաց, ինձ չի հուզում թե որտեղ ինչ է կատարվում, այդ ձեր խնդիրն է, ես ինչ պիտի վերեմ մեր գլխին կապեմ այս խնդիրները եւ ընդհանրապես չեք ուզում։ Հիմա պարզ է որ ադմինիստրացիան իր փիլիսոփայությունը կամ իր շատ գալիս է այդ մի քանի շատ ազդեցիկ, ասենք, մարդկանց ստեղծած թեզերից, հա, որ մագայի այդ հիմնական թեզը ինչ է, որ Ամերիկայում շատ են գալիս այս ոչ եվրոպական, non-European, հա, դրա մեջ մարդիկ, որոնք փոխում են Ամերիկայի անգլոսաքսոն եւ Eurocentric դեմքը, կուլտուրան դարձնում են ինչ որ
ասիական, աֆրիկյան, չգիտեմ ինչական ինչ-որ մի հատ խառնաշփոթ բան, որը բոլորովին էլ Ամերիկայի պատմությանը եւ կուլտուրային համահունչ չի։ Ուրեմն եւ հիմնականում մագանդա է Make America Great Again դա է նշանակում, որ վերադառնանք ինչ որ կայինք, չենք ուզում այս ճանապարհը գնանք եւ այս ամբողջ կռիվը, որ գալիս են իմիգրանտները, չգիտեմ, եւ քրեական մարդիկ են, չգիտեմ, հիվանդություններ են բերում, բռնաբարություններ են անում, այս բոլորը հիմնականում սրա մասին է խոսքը։ Եթե 1 միլիոն ասենք անգլիացի, գերմանացի եւ չգիտեմ ֆրանսիացի գար, Թրամփ այդպես չէր բողոքի, բնականաբար, ասած է հետա, պարզապես։ Ամբողջ օրենքը դրա վրա նստած էր, որ եթե դու գալու ես ինչ-որ դեմոկրատիկական երկրից, արի նորմալ օրենքներով անցի։ Քեզ ինչ ասում, փախստականի ստատուս չպիտի տանք, Ֆրանսիայից եք ինչ փախստական, ումից ես փախնում։ Ամենադեմոկրատիկական երկրներից մեկից ինչ ես փախնում, ուզում ես նորմալ ձևի անցի, եթե այստեղ ամուսնացել ես կամ չգիտեմ ինչ ես։ Եվ բայց արդյունքը ինչ է լինում, երբ որ դու եվրոպական դեմոկրատիկական երկրներից մարդկանց չես բերում կամ չես թույլատրում այսպես, հա, մասսայական գաղթեր, իսկ ուրիշ տեղերից գալիս են առանց քեզ հարցնելու եւ դու իսկի չես կարողանում այդ կոնտրոլ անես, դա փոխում է մեր դեմ։ Մի խոսքով սա է ամբողջ կռիվը սրա մասին, ամբողջը, որ այդպես կասեն կամ չեն ասի, խորքում սա է նստած։ Եվ հետաքրքիր է, չէ՞, հայերը ինչ են անում, եվրոպական են թե չէ, դե մենք իհարկե գիտենք, որ մենք ամեն իմաստով եվրոպական ենք եւ կուլտուրայով եւ լեզվական խմբի իմաստով եւ մեր ամեն աշխարհայացքով, կրոնքով լան եւ այլ, բայց դե դու հարցին նայեք մագայի աչքերով մի հատ մի վարքյան, մեկ հիմա հայերի մասին այսօրվա ոչ մի խոսակցություն դեռ չեմ լսել, այդպես բան չկա, բայց you never know, ասում են պետք է զգուշություններ։ Այս ասելով անդերս անցնենք առաջ, այս փիլիսոփայությունը իր անունն է ստացել նույնիսկ, որ remigration, վերագաղթություն պետք է կատարվի, այսինքն պետք է Ամերիկայից այն գաղթականները պետք է վերագաղթեն, ու ուզում ես գնա, կապ չունի։ Եվ խոսքը պարզավոր ուժայինները պիտի զորով շարով դրանց հանեն, իսկ պետդեպարտամենտը, այսինքն արտգործնախարարությունը պիտի ուրիշ ձևեր գտնի խրախուսելու եւ պայմաններ ստեղծելու, որպեսզի մարդիկ կամավոր ձևով ուզենան Ամերիկայից դուրս գան, ինչպես ասացի, բյուրո են ստեղծել նոր, ուրեմն Office of Remigration, եւ նախկին Bureau of Populations, Migration եւ որ գոյություն ուներ State Department-ում, դա փակել են ընդհանրապես։ Այդ բյուրոն գոյություններն ընդհանրապես այդ բոլոր գաղթականների եւ միգրացիաների հարցերով էր զբաղվում, դա ոչ միայն դեպի Ամերիկա, բնականաբար ընդհանրապես ենք խոսում ողջ աշխարհի իմաստով, բայց ասում են հիմա մեզ չի հետաքրքրում, դրանով մի զբաղվեք դուք։ Դուք եթե բանով ուզում եք զբաղվեք, թե ոնց եք օգնում, որ այս մարդիկ ստեից գնան։ Եթե DHS-ը նույնիսկ քեզ օգնում էր վիզայի իմաստով կամ փաստաթղթեր պատրաստեն, քեզ էլ $1000 տալիս, ասում են դոլարի, հիմա էլ արտգործնախարարությունն էլ թող ուրիշ պայմաններ ստեղծի, որ դու ուզենաս վերադառնաս քո երկիր։ Նրանք պարտադրական մասն են անում, ստեղ էլ քեզ խրախուսում են այս բանով։ Եվ այս remigration-ի այս գաղափարը, այս լրիվ, այս մագախմբի ասենք գյուտը, չեմ ուզում ասեմ, բայց լրիվ փիլիսոփայությանը համահունչ բան է, որ պետք է փոխենք ամբողջ հոսք, հիմա մտածեք, որ դու գետի հոսքը պետք է փոխես հակառակ ուղղությամբ գնա գետը, հա, ոչ թե վերևից իջնում ա ներքև, այլ հակառակ վերեք բրտենք, որովհետև հո migration-ը ինչքան վատ պիտի լինի ամբողջ Ամերիկան ու պիտի հասցնես, որպես այս մարդիկ սկսեն փախնելը։ Այդպիսի մեծ թվերով, ասեն մասսայական ենք խոսում։ Եթե մի տարվա մեջ 1 միլիոն են ուզում, ասենք 4 տարվա մեջ 4 միլիոն, այդ 4 միլիոնը իհարկե իրեն որ ինք ասում է 11 միլիոն եմ ուզում հանեմ, 21 միլիոն, ուրիշ թվերով ասում Թրամփի մոլեսես 11-ից մինչև 21 միլիոն թվեր է ասել։ Երբ որ այս թվերը բաժանում ես
օրերի վրա աննարին թվեր են սրանք։ Ուրեմն մարդոնց բռնելով դուրս հանելով դա աննարին գործ է, այդքան մարդ չես կարող անել։ Ուրեմն պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ իրենք ուզենան գնան։ Դե ես արդեն սկսում եմ մտածել, թե սա ինչ են մտածում այս մարդիկ։ Լրիվ ցնորք է, թե ինչ որ նոր բան են մտածել կամ հաշվարկել, չգիտեմ, որ դեռևս չենք տեսնում։ Համենայն դեպս այսօրվա դրությամբ մթնոլորտը քանի գնում վատանում է այս իմիգրացիայի հարցով եւ իրենք բոլորովին էլ չեն ոնց ասում են վազնացնում այս հարցից որտեղ սա միակ հարցն է ինձ թվում է որ տարբերություն իրենց արած տարիֆների հետ կապված այդ վիդեոները նայեք հետ կապված իրենց արածները որ շատ վատ արձագանք բերեցին եւ տնտեսության վրա վատ ազդեցին իմիգրացիայի հարցը դեռևս ոչ մեկը չի նկատել որպես շատ ծանր հարված տնտեսությանը իսկ մարդկանց մտքի մեջ դա չնայած թե առանձին ես հարցնում ասում են չէ երեմի գուցե շատ դաժան բաներ են անում եւ այլն օրինակ այդ Հարվարդի ուսանողների համար այդ վիդեոն նայեք ինչ են Հարվարդի դեմ սկսել այդ պատերազմը եւ այլն բայց անում են եւ արդարացումը օրինակ ուսանողության դեմ այդ պայքարը Հարվարդից որ սկսվեց այն է որ չինացիները գալիս են 100,000-ներով տարի 300,000 ուսանող ու ստեղ սովորում են եւ դառնում են լրտես ոչ միայն այստեղից ամբողջ գիտությունը տանում են հետեր Չինաստանը կառուցելու համար այլև գաղտնիքներ են գիտական տանում տեխնոլոգիական եւ այլն գողանում են այսպես ասած եւ դրանք գործածում են Ամերիկայի դեմ փաստորեն զինում են Չինաստանը Ամերիկայի հետ ընթարվելու համար ուրեմն դրա համար մենք չինական ուսանողներին իրել ասեմ այս մի օրվա պատմություն է վիզաները բոլոր cancel են արել չինական ուսանողների Չինաստանը իհարկե դուրը չեկավ այս բոլորը բայց լրիվ գաղափարին որ ինչ են գալիս չինացի ուսանողները ինչ են տալիս իրենք ստեղ Ամերիկային հա հանդիկը գալիս է կոնե հանդիկը մնում է ասենք թե չնայած դրանք դրան շատ ռազի չեն բայց կոնե այն ինչ որ Հնդկաստանը չի պատրաստում Ամերիկայի հետ պատերազմի գնա իսկ Չինաստանը պատրաստվում այդ այս բանն է գնում մի խոսքով էմիգրանտների հետ այս խնդիրները շատ բազմատեսակ բազմանկյուն ձևով պետք է նայել, իրենք այդպես են նայում եւ ունի շատ տարբեր արտահայտություններ, հա, սկսած ուսանողությունից վերջացած սահմանների վրա ում են բռնում կարտելներից ձեռքից եկած կամ չէ, կուբացիները տարբեր խնդիր են, չգիտեմ, նիկարագուացիները տարբեր խնդիր են ներկայացնում եւ այլ եւ այլ եւ այլ։ Ուֆ, սի շատ կգնա դեռ, բայց գնայինք։ Այսօր էսքան։